Քունջութի դրական ազդեցության մասին խոսում են շատերը։ Եկեք միասին հասկանանք, ինչ նյութեր է այն պարունակում և ինչպես է օգտակար ազդում մեր օրգանիզմի վրա։ Քունջութը հայտնի է իր բուժիչ հատկություններով, քանի որ հարուստ է ցինկով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև վիտամին A, B, C, E-ով։ Քունջութը պարունակում է արժեքավոր սեզամին նյութը։ Այն համարվում է շատ հզոր հակաօքսիդանտ, որը կանխում է մաշկի ծերացումը և օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար։ Թիամինը, որը սերմերի մի մասն է, բարելավում է նյութափոխանակության գործընթացները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։ Քունջութը համարժեք չափաբաժիններով դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան ճնշման վրա։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությունը, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և դիմադրում բորբոքային պրոցեսներին։ Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը լավացնում է եղունգների թիթեղների վիճակը, ամրացնում ոսկորները։ Քունջութը խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես 40-ից 45 տարեկանից բարձր մարդկանց օստեոպորոզի կանխարգելման համար։ Ճարպի բարձր պարունակության շնորհիվ այն լավ հագեցնում է և խորհուրդ է տրվում որպես սննդակարգի հավելում օգտագործել։ Քունջութի հիմնական առավելությունը խոլեստերինի մակարդակի իջեցումն է, բորբոքման դեմ պայքարը, մարմնի ընդհանուր տոնուսի և մարսողական համակարգի բարելավումը։ Այսքան օգտակար հատկությունների կողքին հարկավոր է իմանալ, որ քունջութի սերմերը կարող են լինել վնասակար երակների վարիկոզ և անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանում առկա որոշ նյութեր մեծացնում են արյան մակարդումը։ Զգալի քանակությամբ քունջութի ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ արյան ճնշման իջեցումից մինչև միզաքարային հիվանդությունների բորբոքային պրոցեսների սրացում։ Հղի կանայք պետք է զգուշությամբ օգտագործեն քունջութ, քանի որ այն չարաշահելու դեպքում կարող է վիժման վտանգ առաջանալ։ Արմինե Բրսոյան, Բարև Երկիր։